ԱՄՆ պետքարտուղարության կողմից մարդկանց առևտրի վերաբերյալ հրապարակված նոր զեկույցում Վրաստանը կրկին գտնվում է առաջին մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ երկիրը համապատասխանում է մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին։ Փաստաթղթի համաձայն Վրաստանի կառավարությունը հաշվետու ժամանակահատվածում ցուցաբերել է լուրջ եւ կայուն ջանքեր։ Մասնավորապես գրանցվել է մարդկանց առևտրով զբաղվողների քրեական հետապնդման ու դատապարտման դեպքերի զգալի աճ, ինչպես նաեւ ավելի շատ տուժողների նույնականացում եւ ապաստարանների ֆինանսավորման ավելացում։ Սրա հետ մեկտեղ հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ տուժողներին տրամադրվել է փոխհատուցում։ Սակայն զեկույցում նշվում են նաև խնդիրներ։ Մարդկանց առևտրի գործերի քննությունը նվազել է, սեռական թրաֆիքինգի պայքարին արձագանքն անբավարար է եղել, իսկ օտարերկրյա տուժողների հայրենադարձումը հաճախ ուղեկցվել է բյուրոկրատական խոչընդոտներով։ Զեկույցի համաձայն մարդկանց առևտրով զբաղվողները շահագործում են վրացի կանանց ու աղջիկներին ինչպես երկրի ներսում, մասնավորապես Ալժիրիայում, այնպես էլ արտերկրում, Կիպրոսում, Եգիպտոսում, Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նրանք գայթակղում են տուժողներին բարձրատրվող աշխատանքի կեղծ խոստումներով։ Հանրահարություններում ընդգծվել է ավելի ակտիվ հետաքննությունների տուժողների նույնականացման ու երրորդ հատվածի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, այս մասին խոսել է Վրաստանի վարչապետը։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով, այդ թվում համապատասխան գործերի քննությամբ։ Ըստ Իրակլի Կոբախիձեի, կառավարության նպատակն է, որ Վրաստանը կոռուպցիայի բացակայության առումով զբաղեցնի Եվրոպայի լավագույն եռյակի շարքում։ Իրակլի Կոբախիձեն խոսել է առաջիկա ընտրությունների ու նախատեսված բողոքի ցույցի մասին, նշելով, որ այս տարի հեղափոխության փորձը նույնքան անհաջողակ կլինի, որքան վերջին 13 տարիների ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխող կուսակցությունը թույլ չի տա որևէ մեկին տապալել պետությունը։ Կոբախիձեն նաև պատասխանել է Լելո Հզոր Վրաստան եւ Գախարի անհանուն Վրաստանի կուսակցությունների մեղադրանքներին, որոնք վերաբերում են վրացական երազանքի կողմից իրենց թեկնածուներին հավաքագրելուն ու շանտաժին։ Լելոն եւ Գախարիա կուսակցությունների համատեղ թեկնածուն ճեպազրույցի ժամանակ մեղադրել է վրացական երազանքի քաղաքապետի եւ մեծամասնական թեկնածուներին իրենց կաշառելու մեջ։ Քաղաքապետի թեկնածու Իրակլի Կոպրաձեն հայտարարել է, որ այսպես կոչված գողական աշխարհի ներկայացուցիչները փորձում են իրենց հովանալ թե իրենց թեկնածուներին։ Կոպրաձեն նաեւ ներկայացրել է հեռախոսային ձայնագրություն, որտեղ ըստ նրա անծանոթը խոսում է Կիզիլաջլոյի մեծամասնական թեկնածու Կարա Օրուջևի հետ։ Կուսակցությունները տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնում են իշխող թիմի վրա։ Հարցի վերաբերյալ գնահատականներ են հնչում ողջ քաղաքական դաշտում։ Դատախազությունում Կարա Օրուջևի հարցաքննությունը տևել է ավելի քան 4 ժամ։ Նախկին մեծամասնական թեկնածուն նշել է, որ իրեն ոչ ոք շանտաժի չի ենթարկել եւ իր կամքով է լքել կուսակցությունը։ Լելոյի անդամներին մեղադրելով կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Տեղեկացնենք, որ Օրուջևը Կիզիլաջլոյի մեծամասնական թեկնածուներ, որում մեկ շաբաթ առաջ հանել է իր թեկնածությունը։ Դատախազությունը նշված գործի վերաբերյալ սկսել է հետաքննություն։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 4 օր, ինչ ակնկալիքներ եւ ծրագրեր ունեն քաղաքական կուսակցությունները։ Վրացական երազանքի որոշ ընդդիմախոսներ կրկին խոսում են իշխանության խաղաղ տապալման մասին։ Օկտեմբերի 4-ին նախատեսված հանրահավաքի կազմակերպիչներից մեկը Պահատաբու Ջուլաձեն նշում է, որ իշխանության փոխանցումից հետո պետք է ձևավորվի տեխնիկական կառավարություն։ Գիրչին կասկածանքով վերաբերում նախատեսված բողոքի ցույցին, ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, Լելոն չի բացառում քվեարկությունից հետո բողոքի ցույցի միանալը, իսկ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը դեմ է բոլոր արմատական քայլերին։ Գնահատականներ են հնչում նաև իշխող թիմում։ Նրանք կարծում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով վերջ կդրվի ընդդիմությանը։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանակցի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։